Նույնը վերաքննիչ դատանը ենթարկվեց գեներալ Հայկազ Բաղմանյանի ճնշումներին եւ մերժեց իմ բողոքը նախագահական մարմինների դեմ։ Այլ ինչ անեն, արդեն իսկ պարզա, որ ես երկրից միայն գնալն եմ, փրկում որպեսզի գնալ։ Եվ ուզում եմ պարոն վարչապետին դիմել, պարոն վարչապետ հայտարարում է, որ ամենուրեք սփյուռքինա դիմում, որ եկեք ներդրում կատարեք։ Այս ամեն ինչ տեսնելով ով պետք է գա այս երկրում, որ ես երկրի քաղաքացի իմ հնարավորության սահմաններում ես աշխատելով, հարկեր վճարելով, այսօրվա դատարաններով, քննիչները, անօրինական տներով գործը տանում են փակուղի, կոծկում են, սեփականը զրկում են ինձ, չեն թողում որ այլ տարբերակ ես ընտրեմ, գոնե գործարանը այլ մի անկյուն մի բան ինչ-որ օգտագործեմ։ Այդ մայտնավետան օբյեկտը պատկանում է գեներալին, այնուհետ վաճառել է ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմներին, անհնար է դատարաններով գնալ եւ հաղթահարել։ Այսքանը կարող եմ ասել անօրինական տուն։ Իսկ Կարեն Կարապետյանի մտերիմն ով է։ Իր նախկին ներկա ենթականներ, իր տեղական կարելի է ասել համարել Գաբրելյան Նիկոլայի տեղակալ է շրջանառող լուրերի երրորդ փայատերը իր եղբայր որը ինչքան լսել եմ վարչապետ այսօր շրջանառում է որ այս գազալցականը պատկանում է Տրանսգազ ՍՊ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրելյանին, իր տեղակալ Ալբերտ Խաչատրյանին եւ անունը կոնկրետ Վովա Կարապետյանին։ Դա ամբողջ մարդու խոսակցությունը ես այդպես գիտեմ որ դա Վովա Կարապետյանը Կարեն Կարապետյանի հարազատ եղբայրն է։ Ասում եմ որ իր եղբայրն է, ես չգիտեմ իրանց ծնունդը որտեղից է ինչ, բայց ասում եմ որ իր եղբայրն է։ Դեռևս մինչև այս բողոքը իրանց ներկայի տնօրենը աշխատողները ասում են որ Հայկազ Բաղմանյան իրանց համար 0 է։ Ով է։ Դու սրա տերերին չես ճանաչում որ 70% գազալցականը իրանց է պատկանում։ Ու փաստ ապացում է որ իրականում այդպես է։ Ես ում հետ եմ պայքարում, ում դեմ եմ պայքարում։ Իսկ հիմա ձեր քայլերը ինչ եք անելու այս վճռից հետո։ Իհարկե վճռաբեկից մարդուրակների եվրոպական դատարան, միևնույն ժամանակ վարչական դատարան, վերջին հաշվով այդ գազալցականը ապօրինի է, խախտված է բոլոր օրենքները, նորմատիվները եւ շահագործում է որևէ մեկ չի ասում ոնց աշխատում։ Նույնիսկ ունեմ գրավոր պատասխան արտակարգ իրավիճակների նախարարությունից որ այո գազալցականը խախտված է բոլոր նորմերով, որևէ մեկ ուշադրություն չի դարձնում։